319,000 դրամ հատուկ գին նշված կաթսայի համար եւ անակնկալ նվերներ Baxter-ի կողմից։ Պարոն Արեյան, ես երևի ձեզ այս հարցը ուղղեմ, կարծում եմ տեղյակ կլինեք, որովհետև նաև դուք եք ակտիվ ներգրավվածել եղել համատուրությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի շրջանառություն մեջ դնելու աշխատանքները։ Ինչ փուլում են, պարոն Դանիելյանն է նաև ակտիվ զբաղվում, բայց այսօր ներկա չէ, խնդրեմ Պարոն Հովհաննիսյան, 10 օր առաջ ունեցել ենք խորհրդակցություն փոխվարչապետ պարոն Մհեր Գրիգորյանի մոտ, հրավիրված են եղել նաև քաղաքաշինության կոմիտեն, արդարադատության նախարարությունը, տարածքային եւ ենթակառուցվածքային նախարարությունը, քաղաքապետարանը, ներկայացվել էր այսպես հայեցակարգի նախագիծ, որի հիման վրա պետք է ձևավորվի նոր օրենքը։ Քննարկման արդյունքում որոշվեց, որ գնալ նոր սկզբունքներով, իմպերատիվ մասը ավելի դարձնել գերակշռող, պարտականությունների եւ պատասխանատվության, եւ ըստ այդ հայեցակարգի արդեն սկսել են օրենքի դրույթների ձևակերպման աշխատանքները։ Իսկ կարծում եմ դա տևական ժամանակ կպահանջի եւ հաջորդ քննարկման օրը դեռևս նշանակված չէ։ Մեր մոտ վերջի քննարկումը եղել է պարոն Գրիգորյանի հետ, փոխքաղաքապետի հետ, նորից մեր մոտեցումները նույնությամբ եւ կարեւորն այն է, որ նոր ինստիտուտի տեղադրման առումով համընկնում է քաղաքապետարանի մոտեցումները եւ կառավարության կողմից նախագծի հայեցակարգի դրույթները։ Ես կառաջարկեմ, որ եւս 2 ամիս տալ, մինչեւ որ նախագծի նախնական տարբերակը կտեսնենք Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Պարոն Արյան, իսկ կարող ենք մենք այս պայն հնչեցնել ոնց ենք տեսնում այդ խնդիրությունը, այսինքն կարևոր կետերը, ես ճիշտ եմ հասկանում, որ մենք պատկերացնում ենք, որ համատիրությունները այդ ֆորմատից շահույթ չհետապնդող կառույցի պետք է դուրս գան։ Ըստ էության, պարոն Հովհաննիսյան, դրվում է խնդիր ինստիտուտի վերափոխման։ Այս ժողովի կամավոր պարտադիր դրույթից ձերբազատվել ունենալ հստակ կառավարչի ինստիտուտը, ով կարող է լինել կառավարիչ նախ, ինչպես ընտրել կառավարչին, կառավարչի պատասխանատվություններն ու պարտականությունները, ինչու չէ նաև բնակիչ կառավարիչ պայմանագրային հարաբերությունների հաստատում, որը հիմա գոյություն չունի։ Երկրորդը ձեր ասած տարբերակն է, որ այդ շահույթի նպատակ չհետապնդող այս մեխանիզմը բերել է համատարած անպատասխանատվության երկկողմ, ուստի նաև շուկան, շուկայական միջավայր եւ կառավարչի ինստիտուտի պարտադիր իմպերատիվ լինելը իր պատասխանատվությամբ ու պարտականությամբ։ Այս ձևակերպումները դեռևս հստակեցված չեն, բայց վստահաբար կարող եմ ձեզ ասել, որ գնալու ենք այդ ճանապարհով, ձեր ասած տարբերակով, որ այնուամենայնիվ մրցակցային դաշտ ձևավորվի այստեղ եւ երրորդ ամենակարևորը շենքերի թվականակի կառավարելիության աշճանը չթողնել այդպես անսահման։ Ինչ որ կարգավորում պետք է մտցնել այստեղ եւ չորրորդը, ինչի մասին մենք ձեր հետ քննարկել ենք ժամանակին, դա կառավարման մարմին շենքի եւ համայնքի ղեկավար վարչականի ղեկավար փոխհարաբերություններն են, ինչ այսօր շատ թույլ է թե պատասխանատվության, թե վերահսկողության տեսանկյունից։ Սրանք են լինելու առանցքային հարցերը, դե բնականաբար ամենավերջում կհանգենք մենք հարցի ֆինանսական կողմին, շենքերի պահպանման, արդիականացման, ուժեղացման գինը պետք է դառնա հաշվարկելի արդեն բոլոր ուղղություններով, սա արդեն այդ թեմա է պետություն եւ համայնք համագործակցության արդյունքում միայն կարող է լինել։ Շնորհակալություն շատ։